Ողջույն սիրելիներս, ինչպես եք, հուսամ որ լավ եք, ես շատ լավ եմ, ասեմ ավելին, այսօր ձեզ համար պատրաստել եմ խոհանոցային վլոգ, պատրաստելու ենք իսպանական ուտեստներ, ուրեմն առաջին ուտեստը, որ պատրաստելու ենք, դա սալմորեխոն է, ովքեր չգիտեն, ասեմ, որ սալմորեխոն սառը ապուր է, որը հիմնականում պատրաստում են ամռանը, իսպանացիները շատ են սիրում և մեծ տեղ են տալիս, Նրա ծագումը հենց մեր տարածաշրջանից է, Անդալուսիայից, կոնկրետ Կորդովա քաղաքից։ Շատ հեշտ և պրակտիկ է պատրաստելը, քանի որ բաղկացած է շատ քիչ բաղադրիչներով, այնտեղ ունենք լոլիկ, հաց, սխտոր, քացախ, ձիթապտղի յուղ, սխտոր և աղ։ Այդ բոլորը խառնում ենք իրար և հատուկ սարքի միջոցով ստանում ենք սալմորեխոն։ Հիմա որ պատրաստենք, ինքներդ կտեսնեք։ Մյուս ուտեստը տապակելու ենք հավ իսպանական բաղադրատոմսով, իսկ երրորդը դա լիմոնի մուսն է, քանի որ հետաքրքրվեցի, լիմոնի մուսը հենց ֆրանսիական ծագում ունի, ավելի շատ, դե ինչ, առաջարկում եմ հիմա տեղափոխվենք խոհանոց, ավելի մանրակրկիտ ցույց կտանք պրոցեսը և կբացատրենք արդեն խոհանոցում բաղադրատոմսը կթողնեմ էջում, որպեսզի օրերից մի օր, եթե դուք ցանկանաք պատրաստել, որպեսզի ունենաք։ Իսկ ձեզ կխնդրեմ, որ ավելի ակտիվ լինեք իմ էջում, որպեսզի ալիքը զարգանա և ճանաչում ունենա։ Դրա համար պետք է բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմելով այստեղ ներքևի հատվածում subscribe կոճակը և լայքը, թողնեք ձեր մեկնաբանությունը, դա էլ է շատ կարևոր, որ ալիքը զարգանա։ Իսկ մենք հիմա տեղափոխվում ենք խոհանոց, որպեսզի արդեն սկսենք պատրաստելը։ Գնացինք։ Սիրելիներս, ինչպես տեսնում եք, մենք արդեն խոհանոցում ենք, եկեք արագ ներկայացնեմ բաղադրիչները և պատրաստենք։ Հիմնականում պատրաստում ենք բոջո հացով, այստեղ ունենք բոլոր բաղադրիչները։ Հացը, լոլիկը, կարմիր պղպեղը, խնձորի քացախը, օգտագործել ենք 2 հատ սխտոր, մի փոքր ջուր, մոտավորապես այսքան, շատ քիչ է հարկավոր, ձիթապտղի յուղ, աղ և տարա, որպեսզի բոլոր բաղադրիչները կտրատենք և լցնենք մեջը։ Ցնում ենք 1 ճաշի գթալ խոշոր աղ, մի փոքր ջուր, որ հացը փափկի, այնուհետև ավելացնում ենք ձիթապտղի ձեթը կամ յուղը, ինչքան մոտավորապես մենք աչքաչափով ենք անում, բայց մի սուրճի բաժակի չափ։
Եվ խնձորի քացախը վերջում։ Դավորապես 2 ճաշի գտալ խնձորի քացախ կամ մի քիչ ավել։ Մի փոքր խառնում ենք, որից հետո կտեղափոխենք սարքի մեջ։ Ամբողջը լցնելու ենք, չէ՞, թե կես-կես ենք անում։ Կես-կես։ շատ ահա։ Հիմա այս կեսը կհարենք, պատրաստ կլինի, կտեղափոխենք ուրիշ տարայի մեջ, որից հետո կպատրաստենք մյուս կեսը։ Մենք մի փոքր էլ ձետ ավելացրեցինք։ Փոքենք։ Հիմա միացնում ենք աղալու ռեժիմը, դնում ենք 12-ի, 12-ի տակ ենք դնում։ Մի փոքր տակ 30 աստիճան։ 30 աստիճան տաքություն։ Դնում ենք ժամանակը։ 20 րոպե։ Այստեղ ավելի ուրիշ ռեժիմներ էլ կան, ուրիշ բաներ պատրաստելու համար։ Սոսների, սուպ։ Այստեղ խմորը պատրաստում ինքը, դեսերտ։ Թե օրից մի ուրիշ բան կպատրաստենք, անպայման կտեսնեք։ Առաջի մասի տեսքը տեսեք, մոտավորապես ստացվել է այսպեսի զանգված, Ավելի թանձր։ բայց պետքա լինի ավելի խիտ։ Այն մյուսը վրանենք արդեն խիտ կստացվի։ Վերջնական զանգվածը ցույց կտանք։ Սա էլ վերջնական տեսքը մեր սալմոնեխոյի։ Մենք հիմնականում օգտագործում ենք կարմիր պղպեղ, թե գույնի համար, թե համի, ավելի լավ է ստացվում, բայց կարող եք օգտագործել որ պղպեղը, որ դուք ուզում եք։ Հիմա տեղափոխելու ենք սառնարան, որպեսզի մի փոքր սառի, ընթացքում մատուցելուց վրան ավելացնում են կտրատած ձու եւ խամոնի կտորներ։ Մեր սալմոնեխոն։ Հիմա պատրաստելու ենք նաեւ լիմոնի մուս, այստեղ ունենք բոլոր բաղադրիչները, թթվասեր, խտացրած կաթ, ունենք նաեւ 2 լիմոն, 2 լիմոնի հյութն է մեզ հարկավոր եւ 1 լիմոնի կեղևի քերուկը։ Այստեղ ունենք քամիչը, ձեռքի հարիչը եւ քերիչը։ Ինչ անցնում ենք արդեն պատրաստելու, նախապես լիմոնները լվացել ենք։ Հիմա անցնում ենք քերելուն։ Ինչպես նշեցի, 1 հատ լիմոնի կեղևը պետք է քերենք։ Տեսեք, հիմա մի փոքր քերել ենք, որպեսզի վերջում մատուցելիս մուսի վրա անավելացնենք։ Հիմա ավելի մանր տարբերակն ենք ստանալու, որպեսզի պատրաստելու ընթացքում լցնենք մուսի մեջ։
Ստացանք այսքան քերուկ, հիմա հանում ենք լիմոնը։ Այստեղ ունենք 1 բաժակ թթվասեր, մտցնելու ենք տարայի մեջ։ Այնուհետև լցնում ենք լիմոնի հյութը։ Խտացրած կաթ։ Խտացրած կաթի քանակը մոտավորապես ինչքան լցրեցինք, մամ։ Յոգուրտը 250 գրամի չափ, խտացրած կաթն էլ մոտավորապես մի 300 գրամ է խտացրած կաթ։ Այս ամբողջը ձեռքի հարիչի օգնությամբ հարելու ենք։ $450 գրամ խտացրած կաթ ենք ամրացնում։ Հիմա մի փոքր ենք ավելացնում, ընդհանուր 450 գրամ խտացրած կաթ, քանի որ զանգվածը մի փոքր թույլ ստացվեց, որպեսզի պնդանա։ Մեր լիմոնի մուսը պատրաստ է, երբ որ այս պղպաջակները լինում են, արդեն պատրաստ է։ Նա տեղափոխում ենք ապակու տարայի մեջ և թողնենք մի քանի ժամ սառնարան, որպեսզի լավ սառի և ավելի զանգվածը պնդանա։ Այսպեսի պղպաջակներ են դուրս եկել և վերջում ավելացնելու ենք խոշոր լիմոնի կեղևաքերված։ Ինչպես տեսակ, շատ հեշտ և արագ պատրաստվող մուս է։ Կարող եք դուք էլ պատրաստել։ Հիմա պատրաստում ենք հավ իսպանական բաղադրատոմսով։ Այստեղ ունենք հավը, կարմիր քաղցր գինի, Pedro Ximenez, քանի որ այս գինին շատ քաղցր է, նաև օգտագործելու ենք սպիտակ գինի, երկուսից էլ խառնելու ենք ընթացքում։ Աղացած սև պղպեղ, աղ, լիմոն և սխտոր։ Մեր հավը նախապատրաստել ենք, կտրատել ենք։ Սխտորը չենք կեղևազատելու, այսպես ենք եփելու։ Այստեղ մեր երկու գինիներն ենք խառնել, լիմոնը և արդեն անցնենք գազօջախի մոտ պատրաստելու։ Այստեղ թավայի մեջ լցրել ենք ձեթը, տաքացրել ենք։ Սխտորը, քանի որ կեղևով ենք տապակելու, լվացինք։ Հիմա առաջին հերթին տապակելու ենք սխտորը թավայի մեջ, այնուհետև տեղափոխել ենք ուրիշ տարայի մեջ։ Այս պրոցեսը արվում է, որպեսզի սխտորը ձեթին համ տա։ Տապակելուց հետո տեղափոխել ենք ուրիշ տարայի մեջ, հետո անցնենք հավի տապակմանը։
Երբ զգանք, որ մեր հավը երկու կողմից լավ տապակվել է, համեմում ենք այն սև պղպեղով և աղով, որից հետո ավելացնելու ենք մնացած բաղադրիչները, տապակված սխտորը և գինին։ Իսկ վերջում ավելացնում ենք 2 բաժակ ջուր և թողնում ենք, որպեսզի մի քիչ ջրի։ Հիմա փորձարկելու ենք մեր սալմորեխոն, այստեղ ինչպես նշեցի, վերջում մատուցելու ընթացքում ավելացվում է խամոնի կտորներ և ձվի, այստեղ մենք քերիչով ենք անցկացրել, կարող եք կտրատել, ինչպես ձեզ հարմար է, ավելացնենք, եթե խամոն կամ ձու չեք սիրում, կարող եք առանց դրանց էլ ուտել, այդպես էլ է համով սալմորեխոն, քիչ էլ ձու ենք ավելացնում, և նաև ուտում են այստեղի պիկոյով, այսինքն խրթխրթան հացիկներով, ինչ, մեզ բոլորիս բարի ախորժակ, դուք էլ փորձեք, շատ համեղ է, հիմա մատ փորձեմ ասեմ, ինչպես միշտ շատ համեղ է, ես իմ մայրիկի պատրաստածն եմ շատ սիրում, ամենտեղ լավ չեմ պատրաստում, բայց մայրիկը շատ լավ է պատրաստում, 10-ից 10։ Սիրելիներս, մենք ճաշեցինք և վերջացրեցինք, ամեն բան շատ համեղ էր, հիմա անցել է մոտ 2 ժամ և որոշեցինք սրճենք ու միասին փորձենք, տեսնենք ինչպես է ստացվել մեր այսօրվա պատրաստած մուսը լիմոնի, իսկ ձեզ կխնդրեի, որ մեկնաբանություններում գրեք, որ ուտեստ ավելի շատ հավանեցիք և որը կուզենայիք ամենաշատը պատրաստել։ Այսօրվա համար այսքան էի նախատեսել, հուսամ, որ ձեզ դուր եկավ, կխնդրեի, որ բաժանորդագրվեք իմ ալիքին, սեղմելով subscribe կոճակը և զանգակը, իսկ մենք արդեն կհանդիպենք հաջորդ վլոգում, շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ, ցտեսություն։